Հայաստանում ժողովրդի իշխանության երաշխավորը քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն է։ Մնացած հիմնական ընդդիմադիր ուժերը, որոնք եղել են իշխանության, միշտ գողացել են այդ իշխանությունը եւ հետ չեն տվել ժողովրդին։ Կազմակերպել են ահաբեկչություններ։ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին գլխատվեց Հայաստանի իշխանությունը։ Դա նոր անկախ երկրի պատմության մեջ ամենաողբերգական եւ ամենաամոթալի այցն էր։ Գնդակահարել են սեփական քաղաքացիներին։ Ռոբերտ Քոչարյանը երկրում հայտարարում է արտակարգ դրություն, հիմնավորելով, թե ցուցարարները կրակում են։ Ոստիկանությունը կիրառում է արգելված հատուկ միջոցներ։ Մարտի 1-ի արյունալի իրադարձությունների հետևանքով զոհվում է 10 քաղաքացի, այդ թվում 2 ոստիկան։ Իրար մեջ բաժանել են իշխանությունը եւ չեն տվել ժողովրդին։ Միակ ուժը, որը լինելով իշխանության չի կեղծել ընտրությունները, քաղաքացիական պայմանագիրն է։ Մյուս ուժերը, եթե ստանան նորից ժողովրդի իշխանություն, այդ իշխանությունը հետ չեն տալու ժողովրդին։ Ամեն ինչ շատ պարզ է։ Միակ ուժը, որը ընտրվելով եւ ստանալով ժողովրդի իշխանությունը, հետո կարող է ժողովրդին հետ վերադարձնել այդ իշխանությունը ընտրությունների միջոցով, քաղաքացիական պայմանագիրն է։ Քաղաքացիական պայմանագիրը ժողովրդի իշխանության երաշխավորն է։ Այսքան բան։